Ուգաս ավետարանից մի հատ համար պիտի կարդամ Տեր Հիսուսի փոքր մի հատ առագա ընդամենը մի համար է այդ առագը Ուգաս ավետարանի 5-րդ գլուխ 37 խոսքը Եվ մեկը նոր գինին հին տիկերու մեջ չդներ, եթե ոչ նոր գինին տիկերը կպատրե, ինք կթափվի ու տիկերը կկորսվին։ Հիմա եկեք հասկանանք, ինչու համար է տիկը պատրվում։ Չգիտեմ, մեր ջահելները կարող է Չգիտեն տիկը ինչ է, մի հատ բարձիկ է ռեզինից, որ մեջը գինի էին լցնում ժամանակին ու շատ թարմ մնում էր, երկար տարի պահում էին։ Ուրեմն Տեր Հիսուսը ինչ է ասում, ասում է նոր գինին հին տիկերի մեջ չեն լցնում, որովհետև տիկը պատրվելու է։ Իմ պատճառն ինչ է։ Ուրեմն տիկը երբ որ հինանում է չունի հատկություն ընդարձակվելու, բայց նոր գինին, որ լցնում են տիկերի մեջ, այդ նոր գինին ընդարձակվելու հատկություն ունի, երբ որ ընդարձակվում է, ու տիկը հին ալնում, չի կարող ընդարձակվի, պատրվում է։ Այսինքն մի քիչ մեր լեզվով ասենք, երբ որ մարդը իր կարողությունից ավելի բան է վերցնում իր վրա, այդ մարդու կյանքի մեջ էլ առաջանում պատրվածք։ Հիմա օրինակի համար ասեմ, ինձ մի անգամ մի տեղ ասել եմ, չեմ հիշում, իմ օրինակի համար ինձ ասեք, ստե կայնի երկի, ես կվատանամ, կարող է ինֆարկտ ստանամ։ Իսկ եթե շատ ստիպեք, որ երկեմ, կարող է մարդ չմնաց, սաղը տելնեք փախնեք։ Իմ բանը չի, հասկանում եք, էդի մարդը պետք է հասկանա, ինչ կարողություն է իրան Աստված տվել։ Հիմա պատրվածքը առաջանում է, երբ որ մարդ իր կարողությունից ավելի բեռ է վերցնում իր վրա։ Օրինակ ասեմ, Գործք առաքելոցում 5-րդ գլխում գրված է, որ Թևդաս անունով մեկը դուրս եկավ, մի 400 հոգի մարդ հավաքեց իր շուրջը եւ մի օր էլ այդ Թևդասը սպանեցին, 400 հոգին ցիրուցան եղան, ցվրվեցին, գնացին։ Դրանից հետո մի հատ ուրիշն է դուրս գալիս։ Հուդա Գալիլացին դուրս եկավ եւ ասում է շատ ժողովուրդ իր հետևից տարավ, մի օր էլ Հուդան կորսվեցավ, այդ ժողովուրդը ցիրուցան եղան։ Այսինքն իրանց բանը չէր, թե ինչի համար են այդ ժողովուրդը հավաքի իրան շուրջը, մենք չգիտենք, բայց հասկանալի է դառնում մի բան, որ այդ Թևդասը, թե այդ Հուդա Գալիլացին ուզում են ինչ-որ երևելի մեկը դառնային։ Եվ չհաջողվեց։ Գործք առաքելոցում 15-րդ գլխում ասում է Սկևա քահանայապետը ուներ 7 որդի։ Այդ 7 որդիները որոշեցին, որ դիվահարի համար աղոտ կանեն։ 7 հոգով դիվահարի համար աղոթում են։ Հիմա ինչ էին ասում իրանք, ասում են Հիսուսի անունով են ասում են Հիսուսը, որը Պողոսն է քարոզում։ Էհա Պողոսը քարոզում է ձեզ ինչ։ Հիմա ինչ կատարվեց, այդ դիվահարը հարձակվեց այդ 7-ի վրա, ասեց ես Հիսուսին եմ ճանաչում, Պողոսին էլ գիտեմ, դուք ով եք։ Այդ 7-ն էլ արուն լվա դևի երեսից փախան, թողեցին այդ հիվանդին փախան։ Այսինքն ինչ է նշանակում, եղբայրներ քույրեր, որ մարդը պիտի հասկանա Աստված իրան ինչ կարողություն է տվել, դրա մեջ մնա։ Իմ օրինակ համար մենք խոսում ենք, որ եկեղեցին Քրիստոսի մարմինն է, չէ՞։ Իմ օրինակ համար, եթե ես Քրիստոսի գլխի մի հատ մազն եմ, ինչ վատ բան է դա։ Պատվավոր բան չի։ Ճիշտ է թե չէ։ Հիմա ես պիտի հասկանամ իմ տեղը, իմ դիրքը։ Հիմա երկրորդ խնդիրը պատրվածքի ժամանակ մարդը դիպում է մարդկային քայլերի։ Այսինքն հիմա օրինակ դեպքերը եղել, որ մեկը սուտ է խոսացել, հիմա ասում ես եղբայր
չի կարելի, չէ սուտ ես խոսում։ Հիմա մի հատ ուրիշ սուտ է հորինում, որպեսզի այդ իր սուտը արդարացնի։ Ավելի վաճի այդ մարդկային քայլերի ես դիմում։ Է մի հատ ներողություն ասա բրձի էլի։ Ավելի հեշտ չի, քան թե մի հատ սուտ հորինես։ Հիմա պատրվածքի ժամանակ մարդը մարդկային քայլերի է անցնում։ Օրինակի համար ասեմ, երբ որ մեկի տիկը պատրվել է, ինչ է անում այդ մարդը։ Փորձում է պահի այդ տիկը, որ գինին մեջի չթափվի, չէ, մի բան ուզում է անի։ Հիմա մեկը ինչքան ուզում ես պահի, այդ մեկը պիտի գինին թափվի։ Հիմա կարող է ինչ-որ չափով կարենաս հասցնես մարդկային քայլեր անես, այդ գինուց մի բան պահես, օրինակ եմ ասում։ Հիմա հոգևոր դաշտ անցնենք։ Օրինակ համար Ծննդոց 3-րդ գլխում, երևի ես հույս ունեմ, որ կարդացած կլնեք, Ադամն ու Եվան մեղանչեցին։ Հիմա մեղանչելուց հետո ինչ արեցին, երբ որ տեսան, որ հասկացան, զգացին, որ իրանք մերկ են, հիմա իրանց մերգությունը ուզում են ծածկեն։ Ինչ արեցին, հիշում եք։ Թզենից տերևներով իրանց փորձեցին իրանց շոր կարեն։ Իրանց մարդկային հասկացողություն այդքան էր։ Բայց հա եկեք մի հատ լուրջ մտածենք։ Թզենից տերևներից, որ մեկը շորա կարում իրան, ծածկի իրան մերգությունը, այդ թզի տերևը քանի օր կար այդ մերգությունը պահի, չերևա։ Մի օր, երկու օր, այդ թզի տերևը թառամելու է, չորանալու է, փշրվելու է, թափվի, էլի այդ մերգությունը պետք է երևա, ինչքան ուզում ես մարդկային օրեն, թզից տերևներ, ինչքան ուզում ես լավ տերևով շոր կարիք ես, միևնույն է, էլի նորից մերգությունը բացվելու է, մի երկու օրից, երեք օրից թող լինի ամենաշատը։ Այսինքն մարդը դիմում է մարդկային քայլերի, որպեսզի ցույց չտա, որ ինքը ով է։ Հիմա մեղանչելուց հետո օրինակ Ծննդոց 3-րդ գլխում Աստված եկավ հանդիպելու Ադամին ու Եվային։ Հիմա Ադամի Եվայի կյանքի մեջ այդ պատրվածքը առաջացել էր։ Հիմա Աստված եկել է, ասում է ձայն է տալիս Ադամին, ասում է Ադամ ուր ես։ Հիմա Ադամը ինչ ասում, ասում է քո ձայնը լսեցի, ես ծառերի մեջ թաքնվել եմ։ Ինչի ես թաքնվել։ Ես զգացել է, որ ինքը մերկ է, արդեն ամաչում է Աստծո առաջ կանգնի։ Հիմա Աստված հարցնում է, ասում է կերար այդ ծառի պտուղից, որ ես քեզ արգելել էի։ Ասում է Տեր Աստված, հո ես չկերա, այս կինը որ տվեցին ինքը ինձ համոզեց, ես էլ կերա։ Այսինքն չի ուզում ասի ես եմ մեղավորը։ Հիմա Եվայինը հարցնում Աստված, ասում է Եվա ինչ արեցիր։ Ասում է Տեր Աստված, ես հո մեղավոր չեմ։ Այս օծին ստեղծեցիր, են էլ եկավ ինձ խաբեց, ես ինչ մեղավոր եմ։ Այսինքն ուզում ասի մեղավորը դու ես, որ օծին էիր ստեղծել։ Հիմա մի խոսքով ինչ եմ ուզում ասեմ, երբ որ պատրվածքը առաջանում մեկի կյանքի մեջ, մարդը միշտ փորձում է իր մարդկային քայլերով ծածկի էդի։ Այնց մեր լեզվով ասած ծածկա դմպոց անի։ Ոչինչ թող չիմանան ես ով եմ։ Էլա մի օր, երկու օր, երեք օր, մի օր կերևա, չէ վերջի վերջո դու ով ես։ Հիմա մեկ ուրիշ դեպք ենք նայում առաջի թագավորած գրքում։ Հիմա երբ որ Աստված Սավուղին ուղարկել էր ամաղեկացիների դեմ պատերազմի, ասել էր գնա, կոտորի իրանց, ես քեզ հաղթանակ եմ տալու եւ այդ երկրից ոչ մի բան չբերես քո երկիրը։ Հիմա ինչևից է գնաց Սավուղը պատերազմեց, հաղթեց։ Հիմա դրանից հետո ինչ արեց։ Ամենալավ անասուններին ջոգեց, բերեց իր երկիրը։ Սամվել մարգարեն դուրս եկավ իրան դիմավորելու։ Ասեց Սավուղ, ես ինչ ես արել, ասում է դե գնացի ոնց պատվիրել էիր, հաղթեցի, վերադառնում եմ։ Ասեց այս անասունների ձայնը ինչ է որ արել բերել ես։ Ասում է այդ ինչ վատ բան եմ արել, ընդեղի լավ անասուններին բերել եմ, որ զո անեմ, պաշտամունք անեմ քո Տեր Աստծո համար։ Սամվելը ասեց, որ դու
սխալ ես արել, հիմարություն ես արել, Աստված չի ներելու, քո թակավորությունը պետք է քեզանից գնա։ Հիմա Սավուղը տեսավ, որ ինքը ընկել է մի անհասկանալի վիճակի մեջ, ինչ է ասում Սամվել մարգարեին, ասում է, արի իմ հետ, արի գնանք, Իսրայելի ծերերի մոտ, ինձի պատիվ տու, թող չիմանան, որ իմ կյանքի մեջ բանը առաջացե։ Հասկանում եք, էսի շատ լուրջ բան է, եղբայրներ քույրեր, ասում է, արի գնանք ինձի պատվի, ժողովրդի առջև։ Սամվելը ասեց, դու մեղք ես գործե, ես քո հետ չեմ կարա գամ։ Հիմա տեսնում եք ինչ է, մարդու կյանքի մեջ, երբ որ առաջանում է մի բան, մարդը փորձում է իր մարդկային ձևերով անենց անի, որ ոչ մեկը չհասկանա, որ ինքը սխալ բան է արել։ Երրորդ խնդիրը պատրվածքի ժամանակ տիգը որ պատրվում է, կորուստ լինում է, թե չի լինում։ Տիգը պատրվել է դե մի կորուստ, գինին թափվել է երկու կորուստ։ Կորուստը անպայման պիտի լինի, անհնարին է, որ կորուստ չլինի։ Հիմա գինին թափվեց, տիգը պատրվեց, տիգն էլ կորսվեց, գինին էլ։ Հիմա օրինակ Սուրբ Գրքից նորից նայենք Ադամի կյանքից։ Հիմա Ադամի կյանքի մեջ որ առաջացել էր այդ պատրվածքը Աստծո եւ իր միջև։ Հիմա Ադամը կորցրեց Եդեմական պարտեզում ապրելու իր հնարավորությունը։ Աստված իրան դուրս արեց Եդեմական պարտեզից։ Այսինքն Ադամի կյանքի մեջ առաջացավ կորուստ, թե չառաջացավ։ Տեսնում եք, առաջացավ։ Հիմա Կայենը կորցրեց իր ընտանիքը, կորցրեց իր ընտանիքի հետ ապրելու հնարավորությունը։ Կայենի կյանքի մեջ էր առաջացել, չէ՞։ Զոհ էր տարել, անելու Աստված չէր ընդունել զոհը։ Հիմա Կայենը թողեց իր ընտանիքից, եսին որ երկիրը փախավ։ Պատմությունը ասում են, որ գնացել է, փախ եկել է Հայաստան։ Հայաստանում մեղավորները քիչ էին երևի։ Հիմա Աբելը ինչ եղավ, Աբելը զրկվեց իր կյանքից, կորուստ եղավ, թե չեղավ, եղավ։ Աբելը զրկվեց իր կյանքից։ Սավուղի կյանքի մեջ որ առաջացել էր, ինչ կորցրեց Սավուղը։ Սավուղը կորցրեց առաջին իր թագավորությունը եւ երկրորդը իր կյանքը, ինքը պատերազմի դաշտում զոհվեց։ Այսինքն ինչ եմ ուզում ասեմ, եղբայրներ քույրեր, որ երբ որ մարդու կյանքի մեջ մի բան է առաջանում, մարդը պիտի անպայման կորուստ ունենա։ Դրա համար, ասենք, մենք պիտի ուշադրություն դարձնենք, եթե մեր կյանքի մեջ մի բան է առաջանում, մենք ոչ թե փորձենք մեր մարդկային ջանքերով ազատվենք կամ ցույց տանք մարդկանց, որ գիտես, ես սուրբ եմ, ես օթերով ման եմ գալիս։ Հիմա հաջորդ խնդիրը, պատրվածքից հետո մարդը կորցնում է, այսինքն տիկը կորցնում է կարողություն որևէ բան իր մեջ պահելու։ Հիմա եթե տիկը պատրվել է, այդ պատրված տիկի մեջ դու կարաս նորից գինի լցնես։ Այդենց մարդ կա, որ գինի նորից լցնի մեջ ասի, պատրվել է, ոչինչ լցնեմ։ Լցնես, այդ տիկը ի վիճակի չի գինի իր մեջ պահելու։ Իզուրա, լցնես, էլի պետք է կորուստ ունենաս։ Այսինքն պատրվածքից հետո հիմա գանք մարդուն, մարդը կորցնում է կարողությունը իր մեջ մի բան պահելու։ Հիմա ասեմ օրինակ, ինչպես ենք հասկանում, որ տիկը պատրված է։ Երբ որ ուզունաս օգտագործես, այդ ժամանակը երևար, կարողանես չերևա, օրինակ եթե տիկը դրված է գետնին, այդ տակից պատրվել է, չի երևում, չէ՞։ Չի երևում, բայց ոնց ես հասկանալու, որ պատրված է։ Եթե մի բան լցնես մեջը, տեսարել նորից տակից գնում է, հիմար չես, բռնես նորից գինի լցնես մեջ, ասես, դե ոչինչ թող գնա։ Այդ բան ով կանի։ Հիմա, երբ օգտագործում ես այդ ժամանակ, հասկանում ես, որ տիկը պատրված է։ Օրինակ ասեմ, դեպքեր ա եղել, որ ինչ որ մի հարցի շուրջ եղբայրներով զրույց են անում,
ինչքան փորձում ես ասես ճիշտը սենցա գրված։ Մարդկա ասում է չէ, չեմ ընդունում։ Մի ընդունի, ոչ չեմ ասում ընդունի, բայց եթե սենցա գրված, մեղավորը ով է։ Ես եմ մեղավորը, որ տենց է գրած։ Հիմա հիշել եմ այդ համար ասում սենցա գրված։ Հիմա բայց մարդկա չի ուզում ընդունի, ինչի համար, պատճառը ինչ է։ Պատրված կա իր կյանքի մեջ, չի կարողանում ընդունի։ Հիմա տեսեք, Աստված երրորդ գլխում ծննդոցի, որ ասեցի, Ադամին ինչ ասեց, Ադամ կերար, ասма, չէ, ես ինչ անեմ, այդ կինը, որ չստեղծեիր, ես չէի ուտի, այսինքն իր կյանքի մեջ Ադամի առաջացել է պատրվածք, բայց Աստված էլ իր հետ խոսում է, էլի չի ընդունում, դու պատկերացնում եք ինչ ասա, ասма չէ, ես եփ եմ կերել, որ ես այդ կինը, որ տվեցիր, ես մեղավոր եմ, որ այդ կնոջը բերիր դրիր կողքս, վրաս այդ են չէ ասում, հիմա դեպքեր է լինում, որ ասում ենք մեկը ենթադրենք խոստովանվում է իր մեղքը, ասում է գիտես եղբայր ջան, ես ինչը սենց արեց, դրա պատճառով ես ընկա մեղքի մեջ, դու կարողություն չունեիր դիմանալու։ Տարիներ առաջ, ուրեմն որ Հայաստան էի գնում, մի հատ տարիքով քույրիկ կար, ամեն գնալուցս բոդենում էր ինձ, ասում էր Սամվել եղբայր, խոստովանվելու բան ունեմ։ Ասում եմ տեստես կան եղբայր կախի չես խոստովանվում։ Չի ասում, իրանց որ խոստովանվեմ, ինձ հաղորդությունից զրգում են։ Ասի լավ, ինչ ա եղել, ասա տենամ, ասեց, այս թորներիս վրա ասում, այնքան եմ ջղայնանում, ինչ անեմ։ Ես էլ ասում եմ, քույրիկ ջան, շարունակի ջղայնանալ։ Ասում ոնց։ Ես էլ գիտեմ, ասում մի խելքը գլխին բան պիտի ասես։ Հա, դու կամ պիտի ջղայնանաս, կամ պիտի չջղայնանաս, այդ երկու տարբերակն է։ Հիմա, քանի որ դու չես կարում չջղայնանաս, ուրեմն երկրորդ տարբերակը պիտի անես։ Պիտի ջղայնանաս այնքան, մինչև դու հասկանաս, որ քո ուժերով չի։ Աստված պիտի անի քո կյանքի մեջ մի բան։ Հիմա ինչևից է, հիմա Ադամի խնդիրը հասկացանք, ասեց, այս կինն էր, ասма դու չստեղծեցիր իրան։ Դու չբերեցիր իմ կողքը դրիր այս կնոջը։ Բա ինքը տվեց, ես էլ կերա։ Այդ կնոջը չստեղծեիր, ես էլ մեղքի մեջ չէի ընկնի։ Նույնն էլ Եվան արեց, ասեց այս օծին դու ստեղծեցիր Տեր Աստված։ Այսինքն բոլոր դեպքերում Ադամի ու Եվայի խնդիրը իրանք բերեցին, մեղավոր հանեցին Աստծուն։ Հիմա նույնը մեր կյանքի մեջ տես բաներ շատ ալնում, չէ, ասում ենք, այս եղբայրը սենց արեց, ես ինձ գցեց մեղքի մեջ։ Լավ, հիմա բա ոնց անենք, ոչ մի հատ եղբայր պիտի չլինի, որ մեղքի մեջ չընկնենք։ Քույրիկն էլ թող մտածեն, որ պիտի ոչ մի քույրիկ չլինի, որ իրան չգցեն մեղքի մեջ։ Էսի հոգևոր պատրվածքի արդյունք է։ Հիմա մի կարևոր խնդիր էլ կա այստեղ ծննդոց 4-րդ գլխում, ուրեմն երբ որ Կայենը գնացել էր զոհ անելու, Աստված իր զոհը չընդունեց։ Հիմա Կայենը բարկացավ, չէ՞։ Հիմա բարկանալուց հետո ինչ արեց գիտեք։ Կայենը գնաց իր եղբոր Աբելի մոտ, իր հարցերը պարզի Աբելի հետ։ Եթե քո խնդիրը Աստծո հետ է, եղբայրներ քույրեր, դու որ գնում ես մարդու մոտ, մարդուն ասես ես սենց, մարդը քեզ կարա օգնի, ոչ մի բան չի կարա օգնի, մարդը քեզ ճիշտ ճանապարհ, ճիշտ ուղղություն չի կարա ցույց տա, սխալվել ես միտեղ, գնա Աստծուն ասա Տեր Աստված, ես սխալվել եմ, Աստծու մոտ գնալու փոխարեն, Կայենը գնաց մարդու մոտ, մարդը ինչքան պետք է իմաստուն ու հոգևոր լուրջ լինի, որ իրան ճիշտ ուղղություն ցույց տա։ Հիմա եւ Կայենը իր եղբոր մոտ գնալուց հետո ինչի հասավ, ինչ վիճակի մեջ ընկավ Կայենը։ Ավելի բարկացավ, եղբայրներ քույրեր։ Ավելի բարկացավ եւ վեր կացավ իր եղբորը, Աբելին սպանեց։ Հələ մինչև այդ եթե բարկացած էր ոչինչ, բայց որ գնաց հիմա Աբելի մոտ, Աբելը ինչ ասեց իրան, ես չգիտեմ, Աբելը չէր գովալու իրան։
Աբելը պետք է ասեր ճիշտ արա, Աստված կընդունի քո զոհը։ Աբելը ավելի նեղացրեց։ Ինչ ասես չգիտեմ, բայց Կայեն այնքան բարկացավ, որ վեր կացավ իր եղբորը սպանեց։ Հիմա երկրորդ օրինաց գրքում ուրեմն մի հատ համար կա, այդ համարը կարդամ։ Աստված ասում է երկրորդ օրինաց առաջի գլուխ 43 խոսքը. Ես ալ ձեզի խոսեցա, բայց դուք մտիկ չարիք։ Այսինքն Աստված էլ որ մեկը տգարացել է, Աստված իր հետ կարա խոսա, թե չի կարա։ Կարա խոսա, բայց մարդը էդի չի ընդունում, որ Աստված է իր հետ խոսում։ Հիմա օրինակ եմ ասեմ մի բան։ Հիմա ենթադրենք եղբայրը մի խոսք է խոսում ստեղից։ Այդ խոսքը քո վրա ազդում է ինչ որ ձևով, քեզ հասկացնում է քո սխալ քայլը։ Հիմա այդ եղբայրը որտեղից իմանա քո սրտում ինչ սխալ կա։ Այդտենց մարդ չկա։ Հիմա ես նայստեղից խոսում եմ, ես ինչ գիտեմ, ում սրտում ինչ պրոբլեմ կա։ Չեմ կարա իմանամ ես։ Բայց Սուրբ Հոգին գիտի դու ինչ խնդիր ունես։ Կարող է մի խոսքը վերցնում է ու քո սրտին է կպնում, որպեսզի քեզ հասկացնի քո սխալը։ Հիմա Աստված ասում է ես ալ ձեզի խոսեցի, բայց դուք մտիկ չարիք, հապա ինչ արիք։ Տիրոջը հրամանին դեմ դրիք եւ համառություն անելով լերը ելակ։ Այսինքն մարդը եթե Աստված խոսում է մարդու հետ, մարդը չի ընդունում, հագարակվում է, ասում է լերը ելակ, այսինքն քեզ ավելի բարձրացրեցիր։ Դու չես ուզում, որ Աստված քեզ հետ խոսա, դու քեզ ավելի բարձրի տեղ ես դնում։ Բայց Աստված է քեզ հետ խոսում, ինչու չես ուզում դու խոսքը ընդունես, որ դու պակասություն ունես այդ խոսքի մեջ, որ քո մոտ կա ինչ որ տգարություն, որ քեզ պետք է, որ դու Աստծո խոսքը լսես եւ ուզենաս ուղեղվես։ Ինչքան մարդը ցածրանա, այնքան Տիրոջ շնորհքը իր վրա այնքան կիչնի, կավելանա։ Հակոբոս առաքյալը 4:6-ում ասում է. Աստված շնորհքը տալիս խոնարհներին, բայց հպարտներին, ամբարտավաներին հակառակ է կենում։ Իմ օրինակ եկեղեցում ինչի համար է սատանեն միշտ ուզում է, որ հպարտացնի։ Չի ուզում հպարտացնի, թե քույրերին, թե եղբայրներին, չի ուզում, սատանեն ուզում է հպարտացնի, ինչի համար, որպեսզի Աստված հագարակվի այդ եղբորը կամ այդ քրոջը, որ Աստծո շնորհքը չհասկանա ու չընդունի։ Հպարտության միակ նպատակը սատանի կողմից դա է, եղբայրներ քույրեր։ Դրա համար Աստված ասում է, ես ձեզ հետ խոսեցի, բայց դուք մտիկ չարիք, հապա Տիրոջը հրամանին դեմ դրիք եւ համառություն անելով լերը ելակ, դու ավելի քեզ բարձրացրեցիր։ Ինչքան շատ քեզ բարձրացնես, այնքան շնորհքը քո կյանքի մեջ Աստծո շնորհքը կպագասի, չի ավելանա, որովհետեւ Հակոբոսը դենց էլ ասում է Աստված խոնարհներին է շնորհք տալիս, ամբարտավաններին, հպարտներին հակառակվում է։ Եթե Աստված քեզ հակառակվի, դու ինչքան ուզում ես խոսա, լավ բաներ ասա, լավ բաներ արա, Աստված քեզ հակառակվել է, քո կյանքի մեջ լավ բան չի կարա իրականություն դառնա։ Թող Տերը մեզ օրհնի, եղբայրներ քույրեր, ես այսքանով ուզում եմ վերջացնեմ, ուզում եմ որ աղոթքի կանգնենք։